Եվ ես միշտ ինչ մեղք թաքցնեմ, երբ որ նույնիսկ փոքր էի, ես ահա որ ներվայնացել եմ, երբ որ մեր հերոստատեսությամբ տեսել եմ Սարոյան եղբայրներ ֆիլմը եւ ավելացնեմ նաեւ նվագախմբի տղաներ ֆիլմը։ Եվ իհարկե որևէ կերպ չեմ ժխտում այդ ֆիլմերի գեղարվեստական արժեքը, բայց գաղափարական արժեքը ժխտում եմ ամբողջությամբ եւ ես համարել եմ, որ ամոթ է, որ պետք է նոր անկախ Հայաստանում ցուցադրվի ֆիլմ, թե ինչպես են օտար ուժերը վերացնում մեր անկախությունը։ Ես ներվայնացել եմ դրանից։ Ասեմ ավելին, ինչպես գիտեք, այդ ֆիլմերում դաշնակցական կերպարները բացասական կերպարներ են, բայց ես ինձ նույնականացրել եմ իրանց հետ այդ ֆիլմը նայելուց, որտեղ իրանք են իմ անկախությունը իրենց մեջ պարփակել։ Եվ վերադառնալով էլի, ի՞նչն է խնդիրը։ Հիշեցնեմ, Սարոյան եղբայրներ ֆիլմում երկու եղբայր են, Գևորգը ու Հայկը։ Գևորգը դաշնակցական եւ հետեւաբար անկախական, եւ Հայկը բոլշևիկ եւ հեղափոխական։ Խնդիրն այն է, սիրելիներս, որ դուք Գևորգից վերածվել եք Հայկի։ Խնդիրը այդ է։ Խնդիրն այն է, որ դուք սկսել եք մահկամ ազատությունից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որը ասում են, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, երբ որ 1988 թվականին, երբ որ շարժում էր, անկախական շարժում էր ծնվում եւ մոլեգնում բառի լավ իմաստով Հայաստանում, ձեր կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը, հասկանում եք, մահկամ ազատություն գոռացող կուսակցությունը, որպես պաշտոնական իր լոզունգ ունեցող կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը, մինչև ընդཐུպ 91 թիվ։ Կամ աբսուրդն այն է, որ այդ կուսակցությունը այն կուսակցությունը, որը գլխավորել է մեր պայքարը 1920 թվականի դրությամբ անկախության դեմ, կարա 2000 օրինակ 25 թվի դրությամբ աջակցի, որպեսզի կոմունիստական կուսակցությունը իշխանության գա Գյումրիում, որի ղեկավարն էլ նկատի եմ, որի ղեկավար Հարահայտ Վարդանիկը ասի բանա, ով որ դեմ է, որ Հայաստանը միանա միութենական պետությանը, չէ, ասում է, մարդիկ պետք է ասեն, կամ իրան կողմ են միութենական պետությանը, կամ թրքահապատակ շանտաղա են։ Այդ է աբսուրդը։ Աբսուրդը այն է, որ դուք գիտեք, որ եզրասը, այսպես կոչված, հայտնի Կարո ծածկանունով KGB-ի գործակալ, ձեր քաղաքական դաշնակիցն է։ Այդ է աբսուրդը։